Բարի երեկո, Ազատություն TV-ի եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտենք. Անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Երաշխիքները բերելու իր հետ։ Թրիփը Հայաստանի անվտանգության սպառնալիք, թե երաշխիք, նախկին նախագահ Քոչարյանն ու գործող վարչապետ Փաշինյանը հեռակաբանավիճում են։ Ասֆալտը ոսկուց պետք է։ Պարոն Քոչարյանի գիտելիքները հուսահատ կերպով հնացած են։ Եվրամիությունը կմասնակցի Նախիջևանի երկաթգծի կառուցման նախագծի։ Սկսվել է հեցի գնահատման գործընթաց, ով է գնելու կալանավորված Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը։ Կարող է պարզվի, որ շուկայական արժեքը շատ ցածր է։ Մասյացոտնթեմի առաջնորդի պաշտոնանկությունը Մայրաթոռի դեմ նոր քրեական գործի առիթ է դարձել։ Դատարանը իրավունք չունի Մայրաթոռին ինչ-որ բան պարտադրել։ There is no persecution of clergymen. Բագրատ Սրբազանը արտգործնախարար Միրզոյանի հայտարարությունը զրպարտություն է որակում։ Armenia will be free and justice and truth shall prevail. Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած ագրեսիայի, Թեհրանը պատասխանել է Վաշինգտոնին։ Մի քանի ամսվա դադարից հետո լրագրողներին հանդիպած Ռոբերտ Քոչարյանը այսօր էլ լույս չի սփռել 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության գլխավոր հարցի վրա։ Ինքը կրկին վարչապետի թեկնածու է լինելու եւ որ ուժի հետ է համագործակցելու։ 2021-ին նրա գլխավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնությամբ երկրորդ ուժը դարձավ դաշնակցության գերակշիռ մասնակցությամբ։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն, փետրվարի սկիզբ եւ այդ արդյունքներով որոշելու ենք թե ով առաջնորդել է։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունենալ։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Մի մեծ բեռից, շատ մեծ բեռից կազատվեի, բայց տեսնենք ինչպես է լինելու։ Ու այս վիճակում սենց զուտ պայքարից փախնելը կհամարեի սենց դասարակություն։ Փոխարենը Թրիփի մասին նախկին նախագահի հայտարարությունը նրա ու վարչապետի միջև հեռակա բանավեճի առիթ է դարձել։ 18 տարի առաջ իշխանությունից հեռացած Քոչարյանը հայ-ամերիկյան նախագծի իրականացման դեպքում անվտանգային սպառնալիքներից է խոսում, Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակի անվտանգության երաշխիքների։ Թրիփը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Թրիփը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Դա հայ ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այս ֆորմատով հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չի այստեղ, այլ դառավ կիսակողմ։ Այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում։ Ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանում եք, այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդ ներդրման համար այդ ասֆալտը ոսկուց պետք է լինի։ Կամ երկաթուղու բաները, այդ ռելսերը ոսկուց պետք է լինի։ Բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է ստանալու։ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհակական խոշոր շահերի բախման կետում։ Ես անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական զորոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Ուրիշ բացատրություն տրամաբանական ուղղակի չկա։ Ոնց կարա Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունենա։ Բոլոր իր որոշումները ունեն
տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը եւ սրա համար անհրաժեշտ իհարկե նաեւ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Թրամփի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար։ Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով ասենց ասեմ կարա միանա խուլ ու խամրերի միությանը աշխարհակահաղական։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։ Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մշակել Նախիջևանում կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ Հաղորդել է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչությունը, նշելով, որ նախագծի իրագործմանը մասնակցելու է նաև Եվրոպական ներդրումային բանկը։ Այս պայմանավորվածությունը կյանքի է կոչվում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից մեկ շաբաթ անց։ Այս երկաթուղին տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս կդառնա։ Դրա նպատակն է միավորել Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան տարանցիկ փոխադրումների ժամկետը հասցնելով 15 օրվա, նշված է հաղորդագրությունում։ Բրյուսելը նաեւ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիներով է հետաքրքրված, վարչապետ Փաշինյանը արձագանքել էր ցանկացած կողմի մասնակցություն պետք է համաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ։ Լրագրողների հետ ամեն շաբաթյա ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ սկսվել է հեծի գնահատման գործընթաց։ Եկեղեցուն պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող հեծը մոտ կես տարվա ընթացքում փաստացի զրկվեց լիցենզիայից, հիմա կառավարությունը դրա վաճառքի հեռանկարներն է ուսումնասիրում։ Հեծի լիցենզիայի դադարեցումից ավելի քան 2 ամիս անց այժմ ընկերության շուկայական արժեքն է գնահատվում։ Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հարցին՝ կա որոշում կառավարությունն ինքն է գնելու ընկերությունը, թե բաժնետոմսերը փոխանցվելու են այլ կառավարչի։ Դեռ մինչև լիցենզիայի դադարեցումն էր Փաշինյանը որոշել, որ Տաշիր ընկերության սեփականություն հանդիսացող բաշխիչ ցանցերի հարցով այս երկու սցենարներից մեկով են շարժվելու։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում։ Վարչապետը սակայն չմանրամասնեց, ում կողմից է գնահատումն իրականացվում։ Արդյոք դա արվում է սեփականատերերին վաճառքի գին առաջարկելու համար, թե գերակաշահ ճանաչելու ճանապարհով են ընթանալու։ Ավելի ուշ այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ կառավարությունից, առաջարկեցին գրավոր դիմել։ Օրենքով ընկերության լիցենզիայի դադարեցումից հետո 3 ամսվա ընթացքում, որը լրանում է փետրվարի վերջին, կառավարությունը պետք է սեփականատիրոջ հետ համաձայնության գա ընկերության գնի շուրջ։ Եթե գործարքը եռամսյա ժամկետում չի իրականացվում, ընկերությունը սահմանադրության ճանաչվում է հանրային գերակաշահ, սեփականատիրոջ է փոխհատուցում տրամադրելու պարտադիր պայմանով։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի փոխանցմամբ ընկերության սեփականատերերին դեռ որևէ առաջարկ չի արվել։ Ավելին ասած, սեփականատերերը գնահատման գործընթացից տեղեկություն չունեն։ Կամ հիմա գնահատում են անում նոր առաջարկ անեն, կամ արդեն հասկանալով, որ իրենց առաջարկը հետաքրքիր չի լինելու եւ Կարապետյանի տեսակետի տարածությամբ արդեն գնում են գերակաշահի համար գնահատելու։ Դավիթ Ղազինյանի խոսքով սեփականատերերի համար ակնհայտ է, որ ընկերության համար կառավարությունն առաջարկելու է շուկայականից մի քանի անգամ ցածր գին։ Նրա փոխանցմամբ իրենք տեղյակ չեն ով է գնահատումն իրականացնում, բայց ասաց տվյալ ընկերությունը պետք է լինի միջազգային անկախ կազմակերպություն։ Իսկ արժեքը պետք է որոշվի ոչ թե այս պահի դրությամբ, երբ լիցենզիան դադարեցված է, այլ մինչ կառավարության կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումը։ Եվ մենք ունենք խորը կասկածներ, որ կառավարիչի կառավարման ընթացքում ընկերությունը շատ այսպես վատթար վիճակում է, ապիկար կառավարման արդյունքում, այդ իսկ պատճառով իրավունք չունեն նրանք գնահատել
այս պահի դրությամբ։ Նրանք պետք է գնահատեն կառավարիչ նշ, այսինքն ընկերությունը սեփականատիրոջ կողմից կառավարվելու ժամանակ։ Կառավարության ղեկավարը ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության վիճակի գնահատման գործընթացից ոչ մի մանրամասն այսօր չներկայացրեց, բայց հարկ համարեց ընդգծել, որ ընկերության արժեքը գուցե այնքան էլ բարձր չգնահատվի։ Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ որ մի գումար հատկացնել եւ դա դարձնել չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի։ Հայաստանի էլեկտրական ցանցերի համար սեփականատեր Կարապետյանները կառավարությունից $500 միլիոն են պահանջում ամիսներ առաջ արբիտրաժային տրիբունալ ներկայացված հայցով։ Արդյոք հենց այսքան էլ գնահատում են ընկերությունը, Ղազինյանը թիվ նշել չցանկացավ։ Հաշվի առնելով, որ դեռևս այսպես ճակերտների մեջ բանակցությունները փուլ է, թույլ տվեք թիվ չնշել, ինձ համար թիվը կա, մեր համար պարզ է, բայց թույլ տվեք թիվ չնշել։ Գերակա շահ ճանաչելու դեպքում պետությունն ըստ օրենքի պետք է վճարի ընկերության գնահատված արժեքից 15% ավելի։ Եթե սեփականատերերը չհամաձայնեն, միևնույն է կառավարությունն այն կարող է վերցնել, սեփականատերերն էլ վիճարկել դատարանում։ Դավիթ Ղազինյանը կասկած ունի, որ անգամ այդ դեպքում կառավարությունը չի կատարի դատական որոշումները։ Հիշեցնում է, հեծի հարցն այժմ քննվում է 3 ատյաններում՝ միջազգային, սահմանադրական եւ վարչական իրավական ընթացակարգերին հետևելու դեպքում կառավարությունը որոշում կայացնելուց առաջ պետք է սպասեր այս ատյանների վճիռներին։ 3 ընդհանուր հայց կան նույն գործով, այս մարդիկ որոշել են կանգ չառնել։ 3-ի յուրաքանչյուրի որոշումը արդեն խնդրեմ է ստեղծելու։ Չեմ ասում երկրի իմիջը, մյուսը, այդ արդեն կա, արվել է ներդրումների մասով, բայց 3 այսպես մեր վիճարկման յուրաքանչյուրը արդեն ստեղծելու է խնդրեմ այս process-ի համար։ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող հեծը վերցնելու գործընթաց իշխանությունը սկսեց այն նույն փուլում, երբ եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնվեց Սամվել Կարապետյանը։ Վարչապետը Կարապետյանի հարցազրույցից ժամեր անց հայտարարեց, ազգայնացնելու են հեծը, որից պաշտոնավարման 7 տարիների ընթացքում հրապարակային լուրջ դժգոհություններ չեն ունեցել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Մասյացոտ ընթեմի առաջնորդի պաշտոնանկությունը Մայրաթորի դեմ նոր քրեական գործի առիթ է դարձել։ Դատարանը իրավունք չունի Մայրաթորին ինչ-որ բան պարտադրել։ There is no persecution of clergymen. Բագրատ Սրբազանը արտգործնախարար Միրզոյանի հայտարարությունը զրպարտություն է որակում։ Armenia will be free and justice and truth shall prevail. Իրանը պատրաստ է արձագանքել ցանկացած ագրեսիայի, Թեհրանը պատասխանել է Վաշինգտոնին։ Նոր քրեական գործ եկեղեցու դեմ այս անգամ դատական ակտը չկատարելու համար։ Խոսքը Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու Մայրաթորի որոշման մասին է, որի դեմ եպիսկոպոսը հայց էր ներկայացրել դատարան։ Արմավիրի մարզի դատարանը հունվարի 11-ին միջանկյալ որոշմամբ արգելել էր հայաստանյաց առաքելական եկեղեցուն իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի իրավասություններն ու պարտականությունները։ Մայրաթորը օրեր առաջ կարգալույծ էր արել եպիսկոպոսին։ Քննչականը սրա հետքերով քրեական գործ է հարուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար։ Զավեշտ մի շարք հոգևորականների գործերով պաշտպանը քննչականի գործողությունները հենց այսպես է որակում։ Դատարանը իրավունք չունի Մայրաթորին ինչ-որ բան պարտադրել կամ նրա գործողությունների վերաբերյալ դատական ակտ կայացնել։ Աշխարհիկ դատարանը չի կարող հոգևորների կանոնների մեջ մտնել ու եկեղեցական կարգեր սահմանել կամ կարգերի մեջ փոփոխություն անել, առավել ևս որոշել, թե կաթողիկոսի բացառիկ լիազորություն, որպես մեր հայրապետ, ինչ ֆունկցիաներ են մտնում։ Իմիջայլոց, այդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք եւ բոլորը պարտավոր են պետության մեջ
հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից որտեղ են աշխատում, վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե որևէ այլտեղ։ Ներառյալ դուք, ներառյալ նաև այն մարդիկ, ում անունը տալիս եք։ Իշխանության զավթման և ահաբեկչության փորձի համար մոտ 7 ամիս առաջ կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանն էլ այսօր դատարանում պնդել է գործի հիմքում ապացույցներ չկան։ Փաշինյանի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի նախկին առաջնորդը զայրացած էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարություններից, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանքներ չկան։ Վրդովված էր նաև ԵԽԽՎ զեկույցից, որտեղ մտահոգված էին հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումներով, բայց նրանց չէին դասել քաղաքական բանտարկյալների շարքում, ինչպես ընդդիմությունն է պահանջում։ Arczepiskopos-ը եվրոպացիներին քննադատություն է ուղղել անգլերենով։ Ամենակարևոր բաները, ես դարձյալ չվերադառնամ փորձակնությունների թեմային, որ ինձ համար դրանք այլևս absurdi ժանրից են ընդհանրապես, բայց գործը եթե մեկ կեղծիք ունի և մեկն են գափոխում, դա այլևս գործ չի, կա ահաբեկչություն կամ որևէ գործողություն անելու համար պետք է լինի վայրը, կարծում եմ պետք է լինի օրը, ժամանակը և պետք է լինի օբյեկտը, ովքեր էին այդ օբյեկտը կամ ով էր օբյեկտը, նշում, կա այդպիսի բան, ուրեմն, քանի որ ես դատարանում պատվարժան դատարան, այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից իրավունք է տալիս ուրեմն Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որը ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պարլամենտում խորհրդում հետևյալն ասելու Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։ Սա բացահայտ ձևով են արել։ Հիմա ամենակարևորը, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականությունն ենք Հայաստանում, ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են։ Նաև սպանության կոչեր են արել։ Հիմա այս գործը ամբողջության մեջ բանաձևվածը այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում եւս մի զրպարտիչ, եւս մի ստախոս։ Հիմա եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասել։ Դու մարդկանց կյանքին է ձեր ասածները վերաբերում։ Ես եթե թույլ տաք հիմա կանեմ հայտարարությունը, կամ էլ հետո կանեմ, որովհետեւ ուղղվածը պատվարժան դատարան Եվրոպական խորհրդի պարլամենտին, I assure you, with the help of my reason Lord, Armenia will be free and justice and truth shall prevail. Ես էլ ասում եմ, դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է, բայց Հայաստանը պիտի ազատագրվի, արդարությունն ու ճշմարտությունն էլ պիտի հաղթանակվի։ Թողարկման այս հատվածում էլ Իրանի շուրջ զարգացումների մասին խոսենք։ Մինչ արևմուտքի ճնշումը սաստկանում է, Թեհրանը ոչ միայն չի զիջում գլխավոր միջուկային ծրագրի հարցում, այլև հայտարարում է պատրաստ է անգամ ռազմական բախման։ Դրան զուգահեռ ամերիկացիներին և իրանցիներին իր միջնորդական առաքելությունն է առաջարկում Թուրքիան։ Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է արձագանքելու ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի արտգործնախարարը Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, որ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ։ Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ավելի արագ ու հուժկու արձագանքել։ Այդուհանդերձ Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը եւ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել է իրանցի պաշտոնյան։ Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար եւ իրավահավասար միջուկային համաձայնագիրը, հավասար պայմաններով առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների կիրառման Իրանի իրավունքը եւ բացառում է միջուկային զենքի տիրապետումը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ Թեհրանին կոչեր արել համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, որ ամերիկյան ռազմանավերի մեծ խումբ է մոտենում Իրանի ափերին եւ ինչպես Վենեսուելայի դեպքում պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագ եւ եթե պետք լինի նաեւ ուժի կիրառմամբ։ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր, եթե բանը հասնի ուժ կիրառելուն, ապա այս անգամ ԱՄՆ հարձակումը շատ ավելի հզոր կլինի։ Ժամանակը սակայն սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ, Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք չլսեցին ինձ, ինչին հետևեցին կեսգիշերային մուրջ գործողությունն ու Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր կլինի։ Reuters-ը գրում է, որ թեև միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգևորական իշխանությանը, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին եւ ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը նոր ցույցեր հրահրելու համար։ Ամերիկյան Axios-ի տվյալներով Սաուդյան Արաբիայից եւ Իսրայելից պաշտպանության եւ հետախուզության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Վաշինգտոն քննարկելու հնարավոր հարվածներն Իրանին։ ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, որ Իրանը հիմա ավելի թույլ է, քան երբևէ, տնտեսությունն էլ փլուզման եզրին է։ Մարկո Ռուբիոն կանխատեսել է, որ ցույցերը կվերսկսվեն երկրում, որի ազգային արժույթը օրերս հերթական անկումներ գրանցել, դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույնի 1.5 միլիոն ռիալը $1 դիմաց։ Կրեմլի խոսնակը կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով եւ զերծ մնալ Իրանի դեմ ուժի կիրառումից։ Ուժի ցանկացած կիրառում կարող է միայն քաոս ստեղծել տարածաշրջանում եւ շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանում անվտանգային համակարգի ապակայունացման առումով։ Իրանի շուրջ օղակը սակայն սեղմվում է։ ԵՄ արտգործնախարարները նոր պատժամիջոցներ են հաստատել իրանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք մասնակցել են ցուցարարների բռնաճնշմանը։ Ավելի քան 20 անձի եւ կազմակերպության ակտիվները կսառեցվեն, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն ասել է, որ դաշինքը նախատեսում է նաեւ ահաբեկչական կազմակերպությունների ցանկումներ առել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծապես ներգրավված է եղել երկրում վերջին ցույցերը ցրելու գործողություններին, որոնց հետևանքով մոտ 6000 մարդ է սպանվել։ Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ Ալ-Քաիդան, Համասը, Դաեշը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաև պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն։ Ֆրանսիան հայտարարել է, որ կաջակցի նախաձեռնությանը։ Գերմանիայի արտգործնախարարն էլ ասել է, որ սա անհրաժեշտ միջոց է, հաշվի առնելով, թե ինչ դաժանություններ են գործել իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա Իրանի ժողովրդի մարդկության հաջողությունն է, նաև Եվրամիության, որպես արժեքների համայնքի, որն այստեղ ապացուցում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են եւ որ մենք դրանք պաշտպանում ենք ամենուր։ Արևմուտքի ճնշմանը զուգահեռ Թուրքիայի նախագահը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Իրանի հետ խնդիրը քննարկելու համար։ Իշխանամետ հյուրերի փոխանցմամբ Թրամփը դրական է տրամադրված առաջարկին։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թուրքիա բանակցելու։ France Press-ը իր աղբյուրի հղումով հաղորդում է, որ Թուրքիան, որը մոտ 530 կիլոմետր սահման ունի Իրանի հետ, նախատեսում է լրացուցիչ տեսահսկող սարքեր եւ զորք տեղակայել սահմանի անվտանգությունն ուժեղացնելու համար, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա եւ ռեժիմը տապալվի։ Մի քանի լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ Թուրքիան քննարկում է Իրանի հետ սահմանի իրանական կողմում բուֆերային գոտի ստեղծելու հարցը, եթե իրավիճակը սրվի եւ փախստականների մեծ հոս կա դեպի Թուրքիա։ Ընդ որում Թուրքիան մտադիր չէ ընդունել բոլորին միայն նրանց, ովքեր շտապօգնության կարիք կունենան։ Անկարան հերքել է բուֆերային գոտու մասին լուրը։ Միջազգային ահագնացող ճնշումների ֆոնին ըստ հաղորդումների Իրանում բողոքի ակցիաները կրկին թափ են հավաքում։ Իսլամական Հանրապետությունում հազարավոր ցուցարարների սպանության մասին հաղորդումներից հետո աշխարհով մեկ էին հակակառավարական ակցիաներ սկսել, հասել էին նաև Երևան։ Կարճ ժամանակ անց դրանց մասնակցող իրանցիների մի խումբը անմիջապես հայտնվեց հայաստանցի իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նախ ազգային անվտանգության ծառայությունից էին հորդորել չմասնակցել ցույցերին, հիմա էլ ներքին գործերի նախարարություն են կանչում առանց թղթի եւ հիմնավորման։ Այս մարդն է, Տիգրանն է անունն է, անձնական շորով էր, դաժե вообще ֆորմով էր չէր։ Ես այսքան էլ չէի ուզում իրանց հետ խոսայի, որովհետեւ չգիտեի ինքը ինչ պաշտոնյա է։ Մինչեւ իրան ներկայացրեց, ասի ախպերս ես էլ եմ ուրախ, բայց ասեք ես ինչ օրենք եմ խախտում արել, որ ես էլ գամ։ Իրանցի 30-ամյա Հոսեյն Սոտուդեգանին ստիպված էր այսօր ներքին գործերի նախարարություն ներկայանալ։ Պնդում է, նախորդին Տիգրան անունով ներկայացած մի ոստիկան մոտեցել էր իրեն Իրանի դեսպանատան մոտ անցկացվող ցույցի ժամանակ ու բաժին հրավիրել։ Այսօր օրվա կեսին զանգել, թե տեղում չեմ, հետո կգաս։ Փաստաբանը ինձ նորից զանգեց, ասում են իրան զանգել են ոնց որ դուրս են հետում, 3 շաբթի կամ 2 շաբթի օր է, էլի։ Իզուր հասար էստեղ։ Իզուր հասանք էստեղ, սա գործերից տողեցի այսօր եկել եմ էստեղ։
Ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում, ինչու է ոստիկանությունը հետաքրքրվում իրանցի ցուցարարներով, որ հայրենիքում անցած տարեվերջին սկսված բողոքի ցույցերից հետո ամեն օր հավաքվում են դեսպանատան մոտ։ Երևանում արդեն 7 տարի բնակվող իրանցին պնդում է, ինքը օրենք չի խախտել, ավելին ոստիկանությունն է կարգը խախտելով առանց ծանուցման իրեն բաժին հրավիրում։ 100 անգամ ասել եմ գերավոր բան ղերքեք, որ ես իմանամ ինչ մեղք ունեմ, որ կամ։ Հետո ինձ ասում է, դու ինձ ասում ես հիվանդ ես, պարկացես, չես կարող գաս, բայց գալիս ես սույսի տեղ։ Ասում եմ, հա, ես իրանց Արունին երթում եմ գերել, որ ամեն օր գամ այստեղ, չեմ կարա այդ երաժարվեմ։ Իրանում բռնկված բողոքի ցույցերից հետո ըստ իրավապաշտպանների վարչակազմը տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել։ Այս բռնությունները դադարեցնելու պահանջով ցույցեր են աշխարհով մեկ, սակայն հայաստանաբնակ իրանցիները պնդում են, իրավապահներից ցույցերը դադարեցնելու հորդորներ ու անգամ սպառնալիքներ են ստանում։ Դե ես ուրիշ տեղերից իմացել եմ, իրանց գանչում են այստեղ է սպառնալ են, այս սպառնում են, որ չեն տան մասնակցեն այդ սույսի մեջ։ Քանի օր է սրված է իրավիճակը դեսպանատան մոտ, ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքվել անմիջապես շենքի առջև, պատճառաբանելով անվտանգությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը։ 2 օր ամեթել Հայաստան։ 3 հերթական ակցիայի ժամանակ ցուցարարները նկարահանել էին ոստիկաններին, նրանցից մեկը քաղաքացիական հագուստով զրույցի էր բռնվել, ցուցումներ տվել ու հարցրել, թե ինչու է նրանցից մեկը ալկոհոլի ազդեցության տակ ներկայացվել ցույցի, այն դեպքում, երբ ցուցարարը որևէ կարգ չէր խախտել։ Ես քեզ բան ասեցի, չէ՞։ Ես քեզ բան ասի, չէ՞։ Երեք եկել է մեր սույսի տեղ, նեն սահայդես խոսում, ոնց որ չգիտեմ քուչացի տեղ այլնի, զերերը ջեբից է թանի, նորմալ կայնի հետ եմ խոսում, սենց սկսել հետ ես խոսա։ Ասում եմ աղբեր, ես քաղաքացի չեմ, բայց պարսիկ ժողովուրդ եմ։ Խի ես իմ հետ սենց խոսում, խի եք իմ հետ սենց վերաբերում, ես ինչ եմ արել։ Իրանցիները պնդում են, իրենք իրավապահների թիրախում հայտնվեցին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունից հետո, թե Թեհրանում տպավորություն ունեն, որ Հայաստանը վերածվում է հակաիրանական ուժերի կենտրոնի։ Վարչապետ Փաշինյանը հերքել էր այդ պնդումները, միաժամանակ հավաստիացրել, թե Հայաստանում բոլորն ունեն ազատ կամ արտահայտման իրավունք։ Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Չնայած այդ հավաստիացումներին Հոսեյնով ու ընկերներով հետաքրքրվում է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Օրեր առաջ մի քանի իրանցիներ Ազատությանը պատմել էին, որ իրենց կանչել են ծառայությունը հորդորել չմասնակցել ցույցերին, թե չեք ուղարկեն հետ բախումների ու սպանությունների կիզակետում հայտնված հայրենիք։ ԱԱԾ-ն չէր հերքել, որ իրանցիներին կանչել էր հարցումների, բայց հստակ չէր պարզաբանել ինչու ու ինչ հիմնավորմամբ։ Ազատության հարցմանի պատասխան գրել էին, որ հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված հակահետախուզական եւ հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում։ Օրենքին, որին հողում է անում ազգային անվտանգության ծառայությունը, հարցումներ իրականացվում են կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու դեպքում։ Այս հիմքերից որով են իրանցիներին ծառայություն կանչել, ազգային անվտանգության ծառայությունից այդպես էլ չէին հստակեցրել։ Այլ թեմաների մասին Երևանի հին թաղամասերից մեկը Նորագյուղը մոտ ապագայում կվերածվի մեծ շինհրապարակի։ Կառավարությունն է որոշել։ Քաղաքի փոշու եւ կեղտի հարցը դեռ մեկ անգամ չի դառնա քննարկման առարկա, բայց կենտրոնին մոտ այս հատվածի բնակիչները լուրը իմանալուն պես այլ հարցի վրա են կենտրոնացել։ Նախկին փորձերից աչքները վախեցած արդար փոխհատուցմամբ են մտահոգված։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ իշխանություններն ազդարարում են Երևանյան հերթական խոշոր նախագծի մեկնարկը։ Այս անգամ էլ հայտարարում են Նորագյուղ թաղամասում 70 հարկանի երկնաքերներ կառուցելու ծրագրի մասին։ Կառավարությունն այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնեց պետության անունից պայմանագրեր կնքել երկու ընկերությունների հետ ու ըստ էության սկսել տարածքում գտնվող մասնավոր սեփականությունների օտարումը։ Շուրջ 155 շենք 65000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Երևանյան լճից մինչև հաղթանակի կամուրջ հատվածում Պասկևիչի բլուրի լանջերին գտնվող Նորագյուղը թռչնի թռիչքի բարձրությունից այս տեսքն ունի՝ խիտ կառուցված տներ ու նեղլիկ փողոցներ։ Նորագյուղի 1-2 հարկանի բազմաթիվ այս տներին 70 հարկանի բարձրահարկերը կփոխարինեն։ Գործադիրի որոշման հիմնավորումներում
կարդում ենք. Նախատեսվում է բազմաֆունկցիոնալ, բնակելի, գործարար, դիվանագիտական եւ մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի եւ համայնքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ։ Այս ամենը սակայն առայժմ թղթի վրա։ Նախ պետք է բանակցել տարածքում տասնամյակներ առաջ կառուցված հարյուրավոր տների սեփականատերերի հետ տարածքը գնելու համար։ Այսպես արձագանքեց արդեն 20 տարի Նորագյուղում բնակվող Օֆելիա Չալիկյանը, որը հենց ազատությունից իմացավ այս նախագծի մասին։ Կինը կասկածում է, որ իրենց 130 քառակուսի մետրանոց տան ու թաղամասի հարյուրավոր մյուս ընտանիքների գույքի համար արդար փոխհատուցում կտան։ Չեմ վստահում, որ բոլորի պահանջները կարող են լրիվ կատարեն։ Չեմ կարծում։ Կառավարությունը հայտարարում է կփոխհատուցեն շուկայական արժեք գումարած 30% բանաձևով։ Տիկին Սվետլանան 53 տարի առաջ է Նորագյուղ հարս եկել։ Հեռուստաէկրանից են իմացել նորությունը։ Ասում է, շուկայականը շատ հարաբերական է։ Պետք է հաշվել, համեմատել։ Էնի նրա հետ բռնում է, հարմար է, ցախ ամեն ինչը կշռքի է հետակապնված, ոնց կստացվի։ Հարևան կրկին 130 քառակուսի մետր մակերեսով տանն ապրող կինն ավելի դրական է տրամադրված։ Էլի ոթ լավ լինեն, թո սիրունել է մեր քաղաքը, թո ժողովուրդը ավելի լավ ձևով ապրեն։ Հենց սեփականատերերի հետ պայմանավորվելու նպատակով կառավարությունն այսօր քաղաքապետ Ավինյանին լիազորեց պայմանագրեր կնքել DT Construction եւ DT Development ընկերությունների հետ, որոնք էլ պետք է իրականացնեն օտարումը։ Ըստ որոշման նրանք կլինեն այս նախագծի օպերատորները։ Բուն շինարարությանը մասնակցել չեն կարող։ Իսկ ով է այս ընկերությունների հետևում։ DT Construction-ի ու DT Development-ի 100% բաժնետերը տարիներ առաջ սնանկացած Glendale Hills-ի նախկին տնօրեն Էդուարդ Մելիքյանն է, որը նաև Ֆիրդուսի Երևանի 33-րդ թաղամասից տարածքներ ստացած ու վաճառք ստացած Դիանար ընկերության մոտ 99%-ի բաժնետերն է։ Սա այս պահին Երևանի քաղաքապետարանի ազդարարած մեծ նախագծերից միայն մեկն է։ Նորագյուղի կողքին նախատեսում են նաև մի նոր ճանապարհ կառուցել, որը կկապի Իսակովի եւ Արշակունյաց պողոտաներն ու կմիանա Մոնթեմելքոնյան փողոցին։ Ուղիղ գծով շուրջ 2 կիլոմետրի հասնող ճանապարհի կառուցապատումն ըստ քաղաքապետի կմեկնարկի Գարնանը։ Երևանի կենտրոնի մյուս մեծ Կասկադի անավարտ վերնամասի կառուցման նախագծի մրցույթում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր Փեսայի Գրիգոր Տեր-Ղազարյանի GTB Development-ն է հաղթել։ Կասկադ մշակութային հանգույց ծրագրի իրականացման պայմանագիրն անցած ամիս ստորագրվեց։ Նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կոտարվեն GTB Development ընկերությանը 10.5 միլիարդ դրամով։ Ազատության հետաքննությունը պարզել էր, որ Տեր-Ղազարյանը նախկինում սնանկ է ճանաչվել, չի կարողացել մարել Արջին բանկից ստացած վարկը։ Մեկ այլ խոշոր նախագիծ են նախատեսում իրականացնել Կասկադից ոչ շատ հեռու, Բաղրամյան Օրբելի խաչմերուկում։ Նոր Skyline թաղամասի կառուցման մասին են հայտարարել, 35 հարկանի շենքեր են կառուցվելու։ Ծրագիրն իրականացնող Ռենշին ընկերությունն արդեն սկսել է բնակարանների վաճառքը։ Մինչ քաղաքապետարանը նոր մեծ նախագծերի մասին է ազդարարում, իշխանությունների գլխավոր խոստումներից մեկի մետրոյի աջափնյակ կայարանի շինարարությունը խոստացված ու մի քանի անգամ հետաձգված ժամկետում չի մեկնարկել։ Ավելին, կառավարությունն անցած տարի հետ վերցրեց այդ նպատակի համար նախատեսված միջոցներն այլ ծախսեր փակելու համար։ Միջազգային շուկայում ոսկու գինը այսօր հասել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին՝ 1 ունցիայի դիմաց $5,500 ավելի։ Միայն այս տարի առանց այդ էլ թանկարժեք այս մետաղի գինը 27%-ով է բարձրացել։ Փորձագետներն ասում են, պատճառը աշխարհաքաղաքական է, խառը ժամանակներ են, առևտրային պատերազմներ, անկայուն իրավիճակ եւ փող ունեցողները փորձում են ունեցվածքը ապահով արժույթով, օրինակ ոսկով պահել։ Միտումը նաև Հայաստան է հասել, այսօր ոսկու 1 գրամը 60,000 դրամից ավելի է արժեցել։ Մենք արդեն կատակ ենք անում, պետքա տուն ծախեք, որ չերվոնի կալսո առնենք։ Շատ վատ, իհարկե վատ։ Ինքը արդեն անհասանելի է դարել մարդկանց համար, բնական է առևտուրն էլ ընկել է։ Բացի դրանից, հումքը եթե թանկ է, գործը թանկանում է, ինքը արհեստականորեն էլ էլի արդեն բարձրանում է գինը։ Շատ է թանկացել, ահա որ չեմ առել, բայց ոչ էլ կարամ առեմ, որովհետև ահա որ գներ են տառել, արդեն բարձրացել է 175։ Բայց իհարկե հաճելի չի, որ թանկանում է։ Չեմ բախվել, անկեղծ ասած, ինչ ունեմ ինձ բավականացնում է, բայց վատ է, որ թանկացել է իհարկե։ Ոսկու թանկացմանը զուգահեռ միջազգային շուկայում սկսել են տատանվել դոլարի դիրքերը։ Ամերիկյան արժույթը այսօր հասել է վերջին 3 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշին։ Նախագահ Թրամփը սակայն պնդել է, դա իրեն չի մտահոգում, հենց ուզի նույն կերպ դոլարի դիրքերը հետ կբերի։
Չէ, կարծում եմ ամեն ինչ հրաշալի է։ Նայեք ինչ բիզնես ենք անում, դոլարը շատ լավ վիճակում է։ Ես կարող եմ այն բարձրացնել ու հետո իջեցնել յո-յոյի նման։ Թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ազատություն.am կայքում հետևեք օրվա մյուս զարգացումներին, սոցցանցերի մեր էջերում նույնպես հաջողություն։